Եթերում տեսլականն է բարև ձեզ։ Օդում կործանված եւ մասնատված թուրքական ինքնաթիռը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ թուրք զինվորականները նոյեմբերի 9-ին մասնակցում էին Արցախի օկուպացմանը նվիրված շքերթին։ Ինքնաթիռում եղել է 20 մարդ, անձնակազմի 4 անդամ եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպաներ։ Բոլորը մահացել են։ Երբ երկինքը բաժանվում է բոցով եւ երկաթը դառնում է մոխիր, հարց է ծագում. արդյոք սա պարզապես տեխնիկայի խափանում էր, թե ժամանակի ազդակ հիշեցում մարդկային մեղքի մասին։ Թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը բացեց ոչ միայն երկինքը, այլև հարցերի մի ամբողջ տիեզերք։ Ով է կառավարում ճակատագիրը, ինչ է պատահականությունը եւ կա արդյոք արդարություն աշխարհում, որտեղ ցավն ու գոռոզությունը միմյանց հալածում են։ Այս հարցազրույցը ոչ թե դատաստան է, այլ որոնում թռիչքի, անկման եւ հավերժության սահմանագծում։ Հյուրս հայագետ, արևելագետ, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։ Նա եկել է որպիսի բացի փակագծերը։ Մեծ ապուշություն արեցին։ Ինքնաթիռը նման վախճանի հանդիպեց, ինքնաթիռի պոչի հատվածը այրվեց եւ մոխրանալով, պտտվելով Թուրքիան չմարսեց։ Գոնե այս աղետից ողբերգությունից հետո խելքները կհավաքեն։ Չէ, հիմա կսկսեն ղժղժալ, թե տեսակ մենք Հայաստանը ինչ արինք, տեսակ Ղարաբաղը մենք վերցրեցինք։ Երկուսն էլ սուտ է։ Պատիժը ստացա։ Ալիևը ապուշ է, ուղղակի ապուշ է, եւ դեռ շատ է պատժվելու։ Կարման ոնց է, չափ կա։ Այս կետից մինչև այս կետ բախտդ բերելու է, հետո արդեն քո մեղքեր այնքան են կուտակվում, որ անում են քեզ վար։ Եվ դրանից չի կարող Ալիևը խոսափել։ Չի կարող, որտեղ իրանց խալ է բաղ։ Ասես կոշիկս կհանեմ կտամ գլխի։ Ալիևը նոր գնացել է, կոշիկները լիզել է Պուտինի, նոր կարողացել է վերականգնել հարաբերությունների ինչ-որ մի տոկոսը։ Հիմա նորից Իսրայելը տերորիզմի չեմպիոն է։ Բայց Հայաստանը կլինի, Ռոմի պապերը քանի հատ մեր աչքի առաջ գնացին ջանլամա։ Բարև ձեզ Տիկին Ավետիսյան։ Շատ բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես սիրով եմ եկել եւ միշտ սիրով եմ գալիս ձեզ մոտ։ Կասկած չունեմ։ Տիկին Ավետիսյան, հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու, որը ունի իր հետաքրքիր նաև երանգները եւ խորհուրդները, ինչու՞ չէ նաև հոգեվոր մասով մեծ առանձնահատկություն ունի։ Այո։ Կործանված թուրքական ինքնաթիռը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ թուրք զինվորականները նոյեմբերի 9-ին մասնակցում էին Արցախի օկուպացմանը նվիրված շքերթին։ Ինչ է սա, Աստծո պատիժ, թե խափանում, պարզապես։ Գիտես ինչ, Աստծո որոշումները սովորաբար իրագործվում են բազմաթիվ զուգադիպումների շնորհիվ։ Դե հիմա այ թուրքեր 385 եկեղեցի է մնացել այդ տարածքում եւ 60 վանական համալիր։ Բա դուք ուզում եք մարսել այդ։ Ու Աստված հանգիստ նայեր։ Չլինելու բան է, չի կարելի, չափի զգացում ամեն ժողովուրդ, ազգ, մարդատեսակ պետք է ունենա։ Երբ որ չի ունենում, ինքը ստիպված արդեն ինքը իրան վտանգում է, տարբեր ձևերով։ Ես չեմ ասում նյութական կողմը, որ ինքնաթիռը 68 թվի ծնված էր։ 1968 թվի սարքած ինքնաթիռ էր։ Ամերիկյան արտադրություն։ Այդ տարիքի օդաչուները Ռուսաստանում անցնում են թոշակի անպայման, իրանք իրավունք չունեն այլևս օդանավ կառավարել։ Կարող են միայն որպես մարզիչ աշխատեն օդաչուների հետ։ Բա այդ սա երկոթը 1968 թվականի ինքնաթիռը, եթե դուք բանացնում եք, չեք մտածում, ասենք թե թուրք եք, խելք չունեք, բայց չեք մտածում, որ սա վտանգավոր է, որ դուք ձեր մարդատեսակի կյանքն եք վտանգում։ Հիմա Էրդողանը տեսար, ասեց բանը, այս ինքնաթիռները այլևս չօգտագործեք, մինչև չիմանանք պատճառը ինչն էր։ Հեշտ է գցել ուրիշների վրա։ Բայց իրանք ուղղակի մեծ ապուշություն արեցին։ Մի անգամ ապուշություն արեցին, որ էկոլոգ ձևացան, Ղարաբաղը դրեցին
բանի շրջափակման մեջ եւ վերցրեցին հայի ձեռից, մի անգամ էլ ապուշություն արեցին, երբ որ այս մետալալոմը քշեցին օդով Ադրբեջանից Թուրքիայից Ադրբեջան եւ հետ։ Խելքը պետքական բան է, հասկանում ես։ Երբ որ ասում են, որ կարևորը փողն է, ոչ թե խելքը, սխալվում են։ Ասացիք, որ Թուրքիան չմարսեց, գոնե այս աղետից ողբերգությունից հետո, այսպես ասած, խելքները կհավաքեն։ Չէ, հիմա կսկսեն ղժղժալ, թե ռուսն է մեղավոր, հայն է մեղավոր, դավադրություն է, էսա են է, թուրքի տրամաբանությունը էսա։ Մենք դեռևս կանդրադառնանք այդ տեսանկյունից վարկածների մասով, ես ուզում եմ ավելի շատ հոգևորի վրա դնենք շեշտը, օկուպացված Արցախ, մեր պատմական հայրենիք, Ալիևը ամեն տարի նոյեմբերի 9-ին մեծ շքեղությամբ նշում է իրենց չակերտավոր հաղթանակը։ Դրա հիմքում ինչ է ընկած Տիկին Ավետիսյան, դա միթե վտանգներով լեցուն չէ, հոգևոր մասով։ Արեգ ջան, Ադրբեջանի ժողովուրդը ապրում է շատ ծանր։ Իրանք նյութապես շատ ընկճված են։ Բանվորների աշխատավարձը քիչ է, գործազրկությունը շատ է, քաղաքները վատ վիճակում են եւ այլն եւ այլն։ Հիմա միակ բանը, որով Ալիևը կարող է մի քիչ իրանց տրամադրությունը բացել, այնա որ տեսակ մենք Հայաստանը ինչ արինք, տեսակ Ղարաբաղը մենք վերցրեցինք։ Երկուսն էլ սուտ է։ Պատիժը ստացան։ Գոնե։ Բայց հետաքրքիրն է նա, որ մենք կապ չունենք, դրա հետ։ Հետաքրքիրն է դա։ Եզերքն է որոշում։ Հա, իհարկե։ Ես ու դու հիմա որ նստացինք, եզերքն է որոշի։ Ոչ դու ես որոշի, ոչ ես։ Տիկին Ավետիսյան, այդ ճանապարհը, որտեղ կործանվեց ինքնաթիռը, ընդամենը ժամեր առաջ այդ նույն ճանապարհով թռչել է նաև Էրդողանը Գանձակից դեպի Թուրքիա C-130 ինքնաթիռով։ Բան չպատահեց Էրդողանին, սակայն հաջորդ ինքնաթիռը նման վախճանի հանդիպեց, ինքնաթիռի պոչի հատվածը այրվեց եւ մոխրանալով, պտտվելով մի քանի պտույտ կատարվեց եւ ընկավ։ Սա ինչով կբնութագրեք։ Հին ինքնաթիռը, մետալալոմը, մետաղի ջարդոնը, որ թռցնում էին, ամոթել է 68 թվի ինքնաթիռը կշահագործեն։ Ամոթել է, հիմա եթե վերցնես այդ տարիքի, ասենք թե վերնատար մեքենա թողնես, որ գնա փողոցներով։ Հիմա մի բան պատահի, կասեն, վայ, Նիկոլը նոր անցել էր, իրան բան չեղավ, սրան եղավ։ Կա նաև մի հետաքրքիր վարկած, որը հիմա մեջբերեմ։ Թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը ըստ ամենայնի պատահական միջադեպ չէր։ Դժվար է հավատալ, որ նման գործողությունը կարող էր լինել տեխնիկական անսարքության կամ օդերևութաբանական պայմանների հետևանք։ Ավելի հավանական է, որ կատարվել է կանխամտածված հարված ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Թուրանի արագընթաց եւ անվերահսկելի ծավալման դեմ։ Սլաքները այս վարկածում կարելի է ինչ-որ ձևով ուղղել դեպի Իսրայել։ Գիտես ինչ կա։ Իհարկե Իսրայելը տերորիզմի չեմպիոն է, լրտեսության եւ տերորիզմի համաշխարհային չեմպիոնը անհերքելի Իսրայելն է։ Իրապես ոչ լրտեսներ է ունեցել որևէ երկիր, ոչ էլ տերորիստներ։ Բայց այդ ամենահեշտ բանն է։ Ամենահեշտն է, երբ որ դու վերցնում ես քո վրից պատասխանատվությունը գցում ես, ասում ես այն բոբոյա։ Հա, Էրդողանը եւ Իսրայելը վերջերս շատ են իրար դեմ կանգնել ու վիճաբանություն բացել Գազայի համար։ Էրդողանը ձևացնում է, որ ինքը Պաղեստինի ժողովրդի կողմնակիցն է, սուտ է, իրանց պես վաշխառու ջհուդ է, պարզապես տեղ շահեր ունեն։ Իսրայելն էլ շատ կտրականապես արտահայտվեց Թուրքիայի մեծ Թուրանի ծրագրին։ Իհարկե, որտեղ այդտեղ փող է, այդտեղ իդեալ չկա, գաղափար չկա, արժեք չկա հոգևոր, փող է։ Իհարկե, թուրքն ու ջհուդը նույն հողի վրա նստած տեսակ են, մարդատեսակ են։
Իրանք ուրիշ բանի չեն գնահատի։ Ինքնաթիռի կործանմանը զուգահեռ Ադրբեջանը եւս ի հայտ եկավ իր հեղինակավոր վարկածով։ Ադրբեջանը առաջ է քաշում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ տեսություններ, որոնք մատնանշում են Վրաստանում կործանված թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանմանը։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը սոցիալական ցանցերում գրել է. «Կրկին թռչունների երամ հարց է տալիս»։ Նա ակնարկել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում Ազալ ինքնաթիռի վթարի հետ կապված նմանատիպ միջադեպը, որի դեպքում ռուսական կողմը սկզբում միջադեպը վերագրել էր թռչունների հետ բախմանը։ Անձամբ ես կարծում եմ, որ դա կամ հրթիռ է կամ անօդաչու թռչող սարք։ Այստեղ ամենակարևորն է գալիս։ 102-րդ բազան մոտակայքում է, գրել է փորձագետը։ 102-րդ բազան վերաբերում է ռուսական ռազմաբազային, բոլորս գիտենք, որը գտնվում է Գյումրիում, Հայաստանում։ Ինչ է, այսպես ասած, փորձում ակնարկել։ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայից հարվածել են այդ ինքնաթիռին։ Էս դուրակը նորա բարիշ է Պուտինի հետ։ Ալիևը նոր գնացել է, կոշիկները լիզել է Պուտինի, նոր կարողացել է վերականգնել հարաբերությունների ինչ որ մի տոկոսը։ Հիմա նորից դաս չկա։ Դաս չունի այստեղ։ Դաս չունի։ Թուրքա որովհետև թուրքը խիլ չունի։ Թուրքի խիլքը գանգը որ սենց է։ Այն ուղեղը կլորը մեջը, վերևի մասը դատարկ է։ Գմբեթ է։ Դատար գմբեթ է։ Հիմա էսա թուրքը։ Դրա համար ո՞ց կարելի է դաս չքաղել։ Ու թարմա, շատ թարմա դասը։ Պատահականություններ լինում են, Տիկին Ավետիսյան, այս պարագային։ Լինում են պայմանում, որ Ալիևը ապուշ է, ուղղակի ապուշ է, իր բախտը բերել է, չգիտեմ, այդ ոնց է զուգադի Պելուսինը, ոնց է կանգնել, որ աստղի կողքը չգիտեմ ինչ, որ իրան նավթ փողով պապան մաման առել են քուրդ հովիվից։ Ու դրանից հետո սկսվել է վերելքը, բայց գիտես ոնց է, կարման ոնց է, չափ կա, այս կետից մինչև այս կետ, բախտդ բերելու է, հետո արդեն քո մեղքեր ենքան են կուտակվում, որ տանում են քեզ վար։ Եվ դրանից չի կարող Ալիևը խուսափել։ Չի կարող, որտեղ իրան սխալ է պահում։ Դες լկտի չի կարելի լինել։ Եղածդ ինչ է։ Դու նավթա հանքերի երկիր չես։ Դու նավթը վերավաճառող ես։ Քո մոտ նավթը շատ չնչին տոկոս է կազմում քո վաճառածի։ Ինքը հիմնականում ռուսի նավթն է ծախում։ Այդ լկտի խոսելը վատ է, իր համար է վատ։ Չի գիտակցում դա Տիկին Ավետիսյան։ Չի գիտակցում, որովհետև միգուցե ինքը երբ որ նստում է մենակ սենյակում, ինքը գիտակցում է, բայց ուրիշի խելքները լցնում է, որ ինքը ամենակարողն է, ամենախելացին է, եւ դեռ շատ է պատժվելու։ Դες բանը մենք քո հետ խոսել ենք, որ Ադամախնձորի վիրահատություն ա տարել։ Այդ պատահական չի, դա սովորաբար մարդու կեցվածքի հետևանքն է։ Իրան այդպիսի հիվանդություններ չեն լինում։ Դա կույրաղիկ չի։ Որովհետև դա վերջը։ Լավ չի լինի դրա վերջը։ Գիտես ինչ, Արեգ ջան, կներես ես ինչ բան ասեմ։ Խիղճ բառը քիչ լեզուներ կան, որ խիղճ բառը ունեն։ Թուրքերենում խիղճ բառը չկա։ Հայերենում կա, ռուսներում մոտ կա սովիստ, անգլերեն չկա խիղճ։ Կա ինքնասթափություն, consciousness։ Թուրքերենում չկա, երբ որ դու խիղճ չունես նույնիսկ քո բառապաշարում, դա ազդելու է քո կյանքի վրա, քո ապագայի վրա, քո երեխեքի վրա։ Հետաքրքիր բան է։ Լեզուն ընդհանրապես շատ հետաքրքիր բան է, ասպարեզ է, որ դու կարող ես հասկանալ
ազգերի գոյությունը եւ հերանեկարը։ Օրինակ մենք ասում ենք առաջ դեպի առաջ, ասում ես առաջ սենց էր ելնում։ Հետ էր առաջ, այդ որ անցյալում էր էլի առաջ էր։ Չէ՞։ Բայց դեպի առաջ ենք գնում։ Այսինքն մեզ մոտ մենք հավերժ ենք։ Մեզ մոտ սա մի պտույտ է, որը անվերջ է։ Ես երբ որ ասում եմ պատմական տրամաբանություն, բոլորին զզվացնում եմ արդեն այդ բանով, դա պատմական օրինաչափություն է, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք։ Նույնիսկ մի բառ դրա մասին է վկայում։ Առաջ։ Տիկին Ավետիսյան, հասկացանք, թուրքերը խղճի մասին պատկերացում չունեն ու առհասարակ չեն էլ առաջնորդվում խղճով, խղճահարությամբ։ Լավ, միթե չեն գիտակցում կարման կամ չեն գիտակցում վատ հետևանքները իրենց արածների, որ սпасելի է դա։ Չէ որ մի օր դատաստանի օրը այդ դուռը թակելու են ու այնտեղ շատ հետաքրքիր վատ պատասխաններ կարող է լինել։ Դե դրա համար այդպիսի վերլուծության համար իրանք ու արեք չեն։ Իրանք այդքան խելք ունեն։ Իրանք խելք չունեն, ցավ տանեմ։ Իրանք ունեն առաջնորդներ, որոնք պետք է խելացի բաներ իրենց ժողովրդին ասեն։ Բայց իրանք չեն ասում։ Իրանք շահագրգռված են, որ ժողովուրդը այդ մեղմ ասեմ, հիմար վիճակում մնա։ Որովհետև գիտես ոնց է, հիմա Լենին որ ասեմ շատ կնեղանա, չէ՞, քո բանը լսարանը, չէ՞, չի նեղանա։ Լենինը ասում էր, եթե ստրուկը չի գիտակցում, որ ինքը ստրուկ է, ինքը ամենա վստահելի հենարանն է իր ստրկատիրոջ համար։ Դու կարծում ես դու ազատ մարդ ես, ստրուկ ես, բայց ասում ես ես ազատ եմ։ Ու քո ստրկատերը հանգիստ քո վրա հենվում է։ Ու մի մեծ մարդ էլ ասել է, չեմ հիշում կոնկրետով, որ յուրաքանչյուր ստրուկ երազում է մեծանալ եւ ունենալ ստրուկներ։ Այդ ոգեբանությամբ շարունակել։ Ապրես, դա Թորանն է։ Հուդազուների Թորանն է։ Երբ որ ինքը ասում է, որ ամեն հուդազու ունենալու է 2800 ստրուկ եւ ամեն ժողովուրդ իրան 10000 ենթաստրուկ էլ տալու է, բա ի՞նչը, ստրուկը։ Հուդազույց ավելի մեծ ստրուկ, որ ռաբինա որոշում, իրավունք ունի ամուսնանալ, չի իրավունք չունի, բաժանվել իրավունք ունի, չունի եւ այլն եւ այլն։ Ռաբինա սա որոշում։ Իրանք մի սորտի են, է։ Տիկին Ավետիսյան, ուզում եք ասեք, որ Թուրքիան այս աղետով չի փորձի վերլուծել իրավիճակը եւ չի հասկանա նաեւ դրա հոգեվոր մասը։ Չէ, վայրահաճոցը հիմա դնելու է։ Էրդողանը ասում է, որ ծև արկղերը հայտնաբերվել են, ամեն ինչ բարձվելու է։ Հա, բարձվելու է։ Բարձվելու է, որ ինքնաթիռը շատ հին էր։ Չեք կարծում, որ կարող է հնարավոր է ծածկադմփոց արվի։ Կարող է ծածկադմփոց արվի, բայց ամենայն դեպս ինքը կատարյալ ավանակ կլինի, եթե նորից Ռուսաստանի վրա հարձակվի։ Ադրբեջանն է անում դա։ Հա, Ադրբեջանը։ Նորա իր պատճառով բոլոր մնացած 14 հանրապետությունների մարդկանց այն խոպանչիներին Ռուսաստանը քշեց դուրս, բանը օրենք անեց, որ 3 ամսից ավել իրավունք չունեն մնալու եւ այլն եւ այլն։ Նոր սկսել է լավացնել, որ նորից գնան իրանք պամիդոր ծախեն։ Հիմա նորից դաս չունի։ Շքերթ է կազմակերպում նվիրված իրենց փառավոր հաղթանակին, դրան զուգահեռ քարտեզներ է գծում, Սևանը ուրիշ անունով է անվանում։ Բայց գիտես ինչ, ուրեմն որ գնաս այդ ուղղությամբ Վարդենիս, ոչ են հին Նիկոլի ժամանակ, ոչ սովետի, ոչ հիմիկվա Նիկոլի ժամանակ այդպիսի ճանապարհ չի եղել։ Իդեալական ճանապարհ են սարքել, որ Իլհամ Ալիևը իրավունք ունենա ասել, որ մենք տանկով չենք գա, մեքենայով կգանք։ Այդպիսի հրաշալի ճանապարհով հեծանիվով էլ կգա։ Բայց եթե դու մտնես Վարդենիսի
շենքերի պատշգամբները, մուտքերը կզարմանաս մամուր իրար վրա հին ժամանակներում քսված ներկեր մի հայտարակ անտերություն ա տիրում Անմխիթար վիճակ է, հա։ շատ անմխիթար չգիտեմ կողմնացույց է պետք մերոնց որ հասկանան որն է մերը որ թշնամուն է մերոնց վերաբերվում են թշնամու պես թշնամուն վերաբերվում են ոնց որ հարազատներին չի կարելի է տենց Էդ ինչ վիճակում են թողնում իրանք մեր փոքր քաղաքները Իսկապես դա շատ ցավալի թեմա է, կարելի ասել գերխնդիր, որը գրեթե բոլոր վայրերում կա։ Դրան զուգահեռ մենք զբաղված ենք այնպիսի հարցերով, որոնք կարծում եմ այսօրվա պայմաններում այդքան էլ չարժի արծարծել, երբ թշնամին մեր սահմանին է եւ ամեն ինչ անում է որ խոցի, այսօր գերակա խնդիր պետք է լինի Հայաստանի համար, կարծում եմ որ անվտանգության հարցը Առավել ևս Ալիևը ամեն օր պահանջ է ներկայացնում։ Ալիևը մենակով ոչ մի բան չի կարող անել, թող գլուխ չծավացնի։ Ալիևի մեջքին եթե չկանգնեն մի քանի երկիր, մի քանի, Թուրքիան էլ քիչ է։ Պետք է Իսրայելը լինի, պետք է Պակիստանը լինի, որի հետ հարաբերություններ ենք ստեղծել, հա։ Ոչ մի բան չի կարող անել, թող մեծ չխոսա։ Բայց Իսրայելը հիմա ինքը զբաղված է շատ։ Թուրքիան էլ շատ զբաղված է, որովհետև իրենք գազա են կիսում։ Դրա համար Իլհամ Ալիևի խոսածածը փուչիկա, սուտ է, որով ինքը ոգևորում է իր չքավոր ժողովրդին եւ վախացնում է մեր չքավոր ժողովրդին։ Երկու կողմի վրա աշխատում է տղեն։ Հոգեբանական տերոր է սա։ Այո, հոգեբանական տերոր է, ապրես, այո, այդպես։ Բայց Աստված մեծ է։ Եվ մեր կողմից է կարծում եք։ Իհարկե մեր կողմից է, բայց իր զավակները մենք ենք, այն բաները չեն։ Տիկին Ավետիսյան, այսօրվա մեր օրերում, երբ անհետացման եզրին է մարդկային շատ կարևոր արժեքներ, որակներ եւ դրսեւորումներ, մենք որտեղից պետք է սնվենք, որտեղից պետք է մեկս մյուսին աջակից լինենք, որպեսզի կարողանանք մեր միասնության մեջ մենք իրար սատարենք։ Ոնց է որտեղից։ Մեր պատմությունից, մեր հավատքից, բայց դրա համար ինչի համար է։ Ինչով ենք տարբերվում։ Քրդերից, քնչուներից, ինչով ենք տարբերվում։ Ինչի չենք օգտվում այսպես ասած մեր պատմությունից, մեր հավատքից։ Ну, նախ ասենք, որ դրա համար կա պետական քարոզչա մեքենա, որը դա կամ արգելում է, կամ խրախուսում է։ Մեր դեպքում արգելում է։ Դա շատ կարևոր է։ Վրաստանում մի հատ բան կա, դիմախոս կա։ Ասում է եկեղեցու գլխավորը մարդկանց համար մեծագույն հեղինակություն է։ Ինչ համար։ Մեծագույն հեղինակությունը Միացյալ Նահանգների դեսպանն է։ Հələ ինչ է ասում այդ իդիոտը։ Այսինքն մեր կաթողիկոսին որքան կարողանում են նեղում են, բայց մեծագույն հեղինակություն են դարձնում ասենք թե Տրամպի տղուն, Բայդենի տղեն գնաց Ուկրաինայի կեսը ջեբը դրեց։ Հիմա սա էլ իր քույրիկի Իվանկայի գործընկերն է։ Իվանկան էլ Կուշնիրի կինն է, որը Իսրայելի գաղափարական ղեկավարն է։ Դրա համար վտանգավոր է, երբ որ մենք չունենք ներս հեղինակություն։ Տես, ես միշտ ասում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է բաղկացած լինի քահանայից եւ զինվորից եւ կողքից իմաստունների խորհուրդ ինչքան իմաստուն կար ինչքան եկեղեցական գործիչ կար նստածրել են սրանք դու կարծում ես պատահական են նստածրել ոչ իրանք էլ գիտեն որ ամենաճիշտ ղեկավարումը կլինի եկեղեցականի կողմից այն Միքայել Հաճապահյանը թագավորական զարմա։
Իմաստուն մարդ է, չէ՞։ Իրան պահել են բանտում։ Բանի մեր կաթողիկոսի բոլոր բարեկամներին նստացրել են բանտ։ Բագրատ Սրբազանին նստացրել են բանտ։ Որ ինչ։ Որ էս հուդան, էս պուճուրիկը, Ստյոպիկա ինչ է անունը, որ ինքը իրան ձևացնի բան, դուբլ կաթողիկոս, զուգահեռ կաթողիկոս, բայց ես անցել ենք, չէ, այս դասը, 18 թվին, Կորյուն անունով մի հատ էլի բանից զրկված, իրավունքներից զրկված կարգալույց քահանա էր, որ գոռում էր բանը, նոր Հայաստան, նոր Հայրապետ։ Հետո գնաց Ռուսաստանում մի հատ եկեղեցիում սկսեց բան անել, քարոզել, որ ինչ։ Այնտեղ, որտեղ հայկական առաքելական եկեղեցու հետ կապերը վաղուց խզված են, կորցրած են։ Սա մեծ խնդիր է։ Չար ուժերը վախում են հայի, գիտես, բանը հավատացյալ լինելուց։ Հայի եւ Աստծու կապը իրանց համար վտանգ է տեղով, որովհետեւ օրինակ մեր կանայք, եթե եկեղեցու դստերներ չեն, չար ուժերի ձեռքն են ընկնում։ Այսօր մի հատ նորմալ կիներ ոնց որ թե ինձ մտերմիկ ասում է, բայց գիտեք տիկին Լիա, հայը երբեմն թուրքից վատն է։ Ասեցի կոշիկս կհանեմ կտամ գլխիդ։ Ես ասում եմ դու գիտես մի հատ աչքի լույս ունի, մի հատ հրաշալի։ Ինչ հայերի հետ է շփվել, ինչպեսի ազնվազան թուրքերի հետ է շփվել, չգիտեմ, այն օրը մի հատ հայ 50 տարեկան հայ սպանել է ջահել հայի։ Բայց դա ինչ կապ ունի։ Ասում եմ դու հասկանում ես, որ այդ բանը արտահայտելով դու տանը լրտես ես մեծացնում, որտեվ քո պուճուր տղան, որ դա լսում է, դա տեղ կանի իրա գլխի մեջ, ինքը վաղը կասի, ես ինչի եմ Հայաստանին բանանում վստահում կամ ծառայում, գնամ թուրքին ծառայեմ։ Կասի, չէ՞։ Եթե մաման ասում է թուրքը հայից լավն է։ Հայ կինը պետք է հավատացյալ լինի։ Նույնիսկ եթե տղամարդիկ այնքան գոռոզ են, որ կարող են հավատացյալ չլինել, կինը պետք է լինի հավատացյալ անպայման։ Որովհետև այլ դեպքում ինքը չար ուժերի ձեռն է ընկնում։ Տիկին Ավետիսյան, այսօր աշխարհաքաղաքական տրամագծի վրա Հայաստանը ինչպիսի հոգեվիճակում է։ Խառնի ճաղանջ, եթե ճիշտը խոսենք, որովհետև պաշտոնական Հայաստանը եւ իրական Հայաստանը եւ Հայաստանը եւ պատմական Հայաստանը միանգամայն տարբեր են։ Եվ պաշտոնական Հայաստանը ասում է սա է իրական Հայաստանը։ Հավերժ Հայաստանը ասում է ես պատմական Հայաստանն եմ։ Հավերժ Հայաստանը ասում է ես պատմական Հայաստանն եմ։ Առանց պատմության Հայաստան չկա, առանց Հայաստանի պատմություն չկա։ Աշխարհի պատմություն առանց Հայաստանի չկա։ Հայոց պատմությունը համաշխարհային պատմության մեջ իր յուրահատուկ հիմնաքարը ունի։ Գիտես ոնց, առանց Հայաստանի, օրինակ, վերցնենք Պարսկաստան եւ Բյուզանդիա, հա, կարևորագույն միջնադարյան կայսրությունները։ Առանց Հայաստանի հարցերը չէին կարողանում լուծել։ Հայաստանը ում կողմից կանգնում էր, նա էր հաղթում։ Ոչ Պարսկաստանն էր կարողանում Բյուզանդիայի հաղից գալ, ոչ էլ Բյուզանդիան Պարսկաստանի հաղից։ Հայաստանը իր ծանրակշիռ կարևորագույն դերն էր կատարում։ Եվ ոչ միայն իրանց դեպքում, նույնը Հունաստանի դեպքում, նույնը ընդհանրապես Եվրոպայի դեպքում ես ասել եմ քեզ ու ուզում եմ մի անգամ էլ հիշեցնել, Եվրոպայի զարգացումը սկսվել է Անիի թագավորության ջախջախումից։ Իրանց քաղաքները ծնվել են Անիից մարդկանց դուրս գալուց հետո։ Եվրոպայում
քաղաքակրթություն չէր լինի, մշակույթ չէր լինի, գիր ու գրականություն չէր լինի առանց Հայաստանի ու հայի։ Մի հատ դեպք կա շատ հետաքրքիր։ Ուրեմն ներկա են եղել մարդիկ, երբ Նապոլեոնը ու Գյոթեն խոսել են ինչ-որ անծանոթ լեզվով ու ծիծաղել են։ Ու ծիծաղել է նաև Նապոլեոնի այդ օգնական կամ չգիտեմ ծառա Ռուստամը։ Ինչեր էին խոսում, որ Նապոլեոնը, Գյոթեն, Ռուստամը այդ լեզուն հասկանում էին։ Բայրոնի սիրած լեզվի մասին։ Այո։ Այն որ այդքան գիտես ջանասիրաբար հայերին ու հայերենը ջնջեցին մարդկության պատմության միջից, դա վերջնական որոշումը չի։ Այդ փորձերը մինչև օրս է շարունակվում։ Իհարկե։ Փորձում են հիմնահատակ ջնջել հային, հայի ինքնությունը, հայի արժեհամակարգը, որից իրենք սնվել են, որով փորձել են ինչ-որ կայացման ուղի անցնել, իսկ հիմա հերթը հասել է, որ այդ աղբյուրը, որտեղից սնվել են, ուզում են փչացնել, քանդել։ Ուրեմն գերմանական մի հատ բան եմ կայք եմ նայում, ասում է այնքան գեղեցիկ հովիտ է այս քաղաքի հիմքում դրված, անուն է Նկարը բոլոր գերմանական քաղաքների բնակավայրերը ի սկզբանե հայկական անվանումներ են ունեցել։ Մի հատ ծանոն հայագետ ունեմ ընկեր Ասքանազը, պարսկահայ, որը բնակվում է 40 տարի է Գերմանիայում։ 5000 բառ արմատ է գտե գերմաներենում հայերեն։ 5000։ Դրա համար գերմանացին ամենալավ տեսակն է Եվրոպայում, ամենակրթված։ Արիական նաև։ Հա, գիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն։ Տիկին Ավետիսյան, հայի հոգևոր ուժը ինչու այսօր չի կարողանում ժողովրդի ազգի մեջ այդ շարունակական վերածննդի գլխավոր առաքելությունը կատարել։ Նո, պետք է ժողովուրդը։ Մենք սառացրել ենք դա։ Չէ։ Զսպում ենք։ Չէ։ Ժողովուրդը։ Ճնշում ենք։ Ժողովուրդը եւ իշխանությունը պետք է լինեն միաբան։ Պետք է իրար հասկանան, իրար ձեռից բռնեն։ Երբ որ անընդհատ մենք ուղղակի ընդդիմանում ենք իրար, այսպես պետք է լինի։ Ոնց որ վրացու ասածն է, ինձ համար գլխավոր հեղինակությունը ոչ թե կաթողիկոսն է, այլ Ամերիկայի դեսպանը։ Դա չէ ցույց տալիս մեր իշխանությունը։ Հռոմի պապն է ամենակարևորը։ Իսկ իրանք ինչ անեն այդ խեղճերը, այդ Հռոմի պապա թե ինչա։ Ինքը չի կարող լիարժեք կայանա, քանի կա Էջմիածինը, քանի կա հայը, քանի կա Հայաստանը։ Բայց հայը Հայաստանը կլինի, Հռոմի պապերը քանի հատ մեր աչքի առաջ գնացին ջանդամա։ Լավ կլինի, Արեգ ջան։ Ուղղակի մենք պետք է լինենք Աստծով, մենք պետք է շատ սովորենք, շատ ոչ թե TikTok նայենք, ժամանակը փչացնում ենք, չէ՞, մեր կյանքի ժամանակը TikTok նայելուց փչացնում ենք։ Այդ ժամանակը տրամադրենք սովորելու, գիրք կարդալու, երեխաներին դաս տալու։ Երեխաները հիմա տաքսիով գալիս է, վարորդը ասում է, վարորդին զանգեցին 2 տարեկան թորան համար պամպերս ուզեցին։ Ես զարմանում եմ, 2 տարեկան երեխան, մեծ երեխա է, արդեն վաղուց ինքը պետք է ինքնասպասարկումով զբաղված լինի։ Ասում եմ, իսկ ինչու այդպես չի, ասում եմ հեքիաթ կարդացեք, որ նստի գարշոկի վրա։ Ասում է, չէ, հեքիաթ չի սիրում, հեռախոսի մեջ է։ Հեռախոսի մեջ ինչ է որոնում խաղեր։ 2 տարեկան երեխան 10 տարի կանցնի, այդ երեխան կլինի հոգեկան հիվանդության տեր։
Հիմա ծնողներին ձեռատալիս աչքները փակեն դրա վրա։ Կարելի է։ Անել կամուրջի վրա էլ կարելի է աչքները փակեն ու գնալ ընկնել։ Անդունդը չի կարելի։ Ձեր աչքի լույսն է, ձեր բալիկն է։ Սովորացրեք, որ ինքը իրան սպասարկի, որ ինքը սովորի, որ գիրքը իրան հաճույք պատճառի, հետաքրքիր լինի, որ ինքը ուզենա զարգանալ, որ ինքը լույս տեսնի, բայց հեռախոսը սատանի բան չի, մայլա չի։ Սա ծուլությունից է։ Ամենամեծ մեղքը ծուլությունն է, որովհետև դու ծույլ ես, չես ուզում երեխայիդ հետ զբաղվես, անվճար բան ես գտել, դայակ, իդեմս հեռախոսի, դու ծույլ ես, չես ուզում աշխատել, դու գնում ես գողություն ես անում, դու ծույլ ես, չես ուզում սովորել, դու անընդհատ մակարդակը իջացնում ես, ես ինչքան մեղքեր գիտեմ մարդկության շրջաններում, բոլորի հիմքում ծուլությունն է։ Մեկ հանդիպում եմ դեպքեր, երբ մայրերը բավականին շատ հոգնած են իրենց երեխաների պահելու հարցում, ասում են, որ քանի տարի է գիշերները չեն քնել, չեն հասցնում ամուսին, երեխաներ, փոքրիկ եւ ուզում են ինչ-որ մի ձևով, այսպես ասած, ռելաքս լինեն, բայց չեն կարողանում գտնել։ Ինչ է ստացվում, որ երեխան կարող է հոգս լինել ծնողի համար։ Դե գիտես ինչ, կարող է ծնողի կյանքի որակը ընկնի։ Մարդու կյանքն էլ կարող է աչքին իր հոգս երևալ։ Այդ մարդու աչքից է կախված։ Ես եկա հիմնարկի տնօրեն էի, գիշերը կարում էի Ձյունանուշիկի շուրջ, որ աղջիկս մանկապարտեզում ելույթ ունենա։ Առավոտը գնում եք գործի, եւ այդպես շատ հաճախ։ Ու ես ինձ ընկճված չի զգում, նեղված չի, ես ուրախ էի, հասցրել եմ, արել եմ։ Մենք մեզ ինչպես տրամադրում ենք, այդպես էլ ապրում ենք։ Եթե տրամադրում ենք, որ հա, լավ, ասենք թե արեցի, որ ինչ, հետո ասում ենք շատ ծանրակյանքը, չէ, կյանքը շատ հետաքրքիր է։ Այսօր մեզ ինչն է առավել շատ պակասում։ Գիտելիքը։ Հավատքը եւ գիտելիքը։ Անգրագետ մարդը, տգետ մարդը երբեք գաղափար չի ունենա դրա մասին, ինչ է գիտելիքը։ Հարց է ծագում, ինչպես կարող ենք նման մարդուն բերել դեպի աշխարհաճանաչման դրա միջոցով գիտելիքի։ Դուք այդ փորձը ունեք, կարծում եմ։ Այո։ Դե բանը մի հատ լավ կին կա, իր երեխուն արդեն ես զգուշացրել եմ, որ երեխուդ կխալեմ 2 ամսով մոտս կվերցնեմ, կպարապեմ, որ մարդ դառնա։ Գիտես ինչ, երեխաները մեղք են։ Երեխան դեռ երեխա է, ինքը ճիշտ է ծնվել է արդարության պատկերացումով, ինքը ծնվել է գեղեցկության պատկերացումով, այդ իր ծրագրի մեջ բանա ներբեռնված է, բայց ինքը չգիտի դա ինչ է, մեծը պետք է իրան բացատրի, մեծը երեխու խելքի տեր է, մեծերին պետք է ստիպել, մեծերին, վերևների մեծերին պետք է դրա համար պատժել, որ չեն ուզում սովորել, որ երբ որ հիմարներին բերում են, որպես քաղաքապետ են առաջարկում, պետք է պատժել թե առաջարկողին, թե առաջարկվողին, որովհետև իրանք ճարիք են ազգի համար։ Ես ազգը լավ ազգ է, տեսակը լավն է շատ, ափսոսը։ Որակյալ։ Այո։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան։ Ախ, մեր ասածը կատարվի էլի Հարիկ ջան։ Կկատարվի դեռ, բայց դեռ մինչև 28 թիվը ասել եմ։ Ու ես գիտեմ նաև, որ ձեր խոսքը ուժել ունի։ Հա, բայհերքի, հոյ պատահական չեմ խոսում։ Ուժեղ եք, չէ՞ Տիկին Հովհաննիսյան։ Այո։ Լավատես, ինչպես միշտ։ Ну, գիտես,
Գիտես ոնց արեք, իհարկե լավատես եմ, որովհետև ես ինչ նպատակ դնում եմ, հասնում եմ։ Այդ կարևոր է, չէ՞։ Տրամադրում եք ձեզ դեպի դա։ Տրամադրում եմ, ժամանակ եմ հատկացնում, ուրիշ բաներից, հաճույքներից ժամանակս կտրում եմ, դրան տրամադրում եմ, հասնում եմ նպատակից։ Եվ այդ պտուղները քաղում եք։ Եվ ոչ միայն, ես մենակովս չեմ քաղում պտուղները։ Իմ շրջապատը, մեր լսարանը։ Մեր սիրելի հայրենակիցները, Այո։ որոնք ուշիուշով հետևում են ձեզ, շնորհակալություններ են փոխանցում եւ միշտ ասում են, որ Տիկին Ավետիսյանին, այսպես ասած, հաճախ հրավիրում։ Ապրեք։ Ես էլ ճարահատյալ հրավիրում եմ ձեզ։ Հոգաչափ շնորհակալ եմ Տիկին Ավետիսյան։ Ապրես Արիկ ջան։ Շնորհակալ եմ, որ եկաք, հետաքրքիր զրույց ունեցանք։ Դե, գիտեք, մեր զրույցները շարունակական են, թեմաները առաջիկայում շատ են, կհանդիպենք եւ նորից հետաքրքիր թեմաների շուրջ կունենանք բովանդակալից զրույց։ Առաջն Աստված։ Ամենայն բարիք ձեզ։ Ձեզ էլ բոլորիդ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Հյուրս հրապարակախոս հայագետ Լիա Ավետիսյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։